Իրավունքը գրում է. իշխանական կուլիսներից ասում են, որ վաղ շաբաթի քաղաքապետի ՔՊԱ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանին հանձնարարվել է հետաքրքրվել, թե ինչպես կընդունեն բուն էջմիածինցիները ոչ բռնի թավշակցիա կազմակերպելը վեհափառի դեմ։ Վերջինս միանգամից պատասխանել է, որ վստահաբար բացասական, բայց Փաշինյանը պնդել է, թող հետաքրքրվի, որովհետև իրեն ոչ թե իր, այլ էջմիածինցիների կարծիքն է կարևոր։ Ժողովուրդը գրում է. բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Ամերիկա բնակհրյա հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի խոսքերը 3 ժամեր շարունակ իշխող ԿՊԱ-ականները պտտեցնում էին իրավապահներին փաստացի հրահանգելով կալանավորել փաստաբանին, ով ելույթ է ունեցել ՀՀ-ի դեմ։ Իսկ ինչ էր ասում ամերիկացի փաստաբանը։ Հայաստանի նկատմամբ հարձակում ենք գործելու ամեն օր, մինչև Սամվել Կարապետյանին ազատ չարձակեն։ Թերթը տեղեկացել է, որ իշխանական շրջանակները խնդիր են դրել իրենց նոր թիրախին կալանքի տանել։ Թեև փաստաբանը հետագան պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է միջազգային իրավական ու քաղաքական ճնշման գործիքներին, ոչ թե ֆիզիկական գործողություններին։ Սակայն ՔՊ-ի падգամավորներն ու նրանց հարող ՀԿ-ները մեկնաբանել են արտահայտությունը որպես հակապետական սպառնալիք։ Հրապարակը գրում է. վերջին թիմ ընտրություններին իշխանությունը որպես կանոն տարբեր համայնքներում բուքսիր տեխնացուների է խաղի մեջ մտցնում, որոնք ակնհայտ իշխանական չեն, իրենց համայնքներում բավականին հարգված, ընդունված մարդիկ են եւ կարող են ձայներ հավաքել, բայց ընտրություններից հետո կգան ու կկպնեն ՔՊ-ին, օգնելով, որ մեծամասնության քվեն չստացած ՔՊ-ն համայնքում իշխանություն ձևավորի։ Սրանք յուրօրինակ տրոյական ձիեր են, ընդդիմադիրի դիմակի տակ հանդես եկող իշխանականներ։ Էջմիածինը եւս բացառություն չէ, այստեղ այս առաքելությամբ խաղի մեջ են մտցրել տեղի գործարար կառուցապատող Վահրամ Ազատյանին, որն առաջադրվել է Խաչատուր Քոքոբելյանի Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով։ Նրան շինարար Վահ են ասում, բավականին կապեր ունի Էջմիածնում։ Ակնհայտ ԿՊԱ-ական չէ, ավելին հատուկ փորձում է ցույց տալ, որ ՔՊ-ի համակիր չէ։ Հրապարակը գրում է. Արցախցի Ալբերտ Արստամյանը 2024 թվականի օգոստոսի 23-ին Քանաքեր Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր էր նետել։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում էին սկսել, մեղադրանք առաջադրել։ Բարեբախտաբար առաջին ատյանի դատարանը դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ նրան արդարացրել է։ Արստամյանն իրեն մեղավոր չի համարում, իր արարքը ներկայացնելով որպես քաղաքական դժգոհության արտահայտում։ Գործով հանրային մեղադրող Եսայի Աբովյանը բողոքարկել է դատավճիռը, պահանջելով ամբողջությամբ բեկանել 26.05.2024 թվականին կայացված արդարացման դատավճիռը եւ վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան, նոր քննության։ Բողոքն ընդունվել է վարույթ։ Այս բողոքը քննելու է իշխանության սրտի դատավորներից կազմված եռյակը՝ Վաչե Մարգարյան, Էդգար Մանասյան, Նարինե Հովակիմյան։ Կարելի է ենթադրել, որ բողոքը կամ մասնակի կամ ամբողջությամբ կբավարարվի։ Օրերս հրապարակը տեղեկացել է, որ ԱԺ-ԿՊԱ-ական падգամավորները կմեկնեն Թուրքիա։ ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն։ ԵԱՀԿ-ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-ից 20-ը Ստամբուլ գործուղել ԵԱՀԿ-ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին։ Թուրքիա մեկնող ԵԱՀԿ պատվիրակության կազմում չկան ընդդիմադիր падգամավորները, մինչդեռ այս պատվիրակության կազմում են падգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Աննա Մկրտչյանը, ընդ որում Գալստյանը պատվիրակության հիմնական անդամ է։ Փոխարինողները միշտ մեկնում են գործուղման, իսկ հիմնական անդամ Լիլիթ Գալստյանին փաստորեն արգելել են մեկնել, ինչն աննախադեպ է։ Ժողովուրդը գրում է. հայկական ֆուտբոլում հերթական աղաղակող դեպքն է արձանագրվել, վերածվելով խայտառակ նախադեպի, որը վտանգի տակ է դնում ոչ միայն ֆուտբոլի հեղինակությունը, այլև մանկապատանեկան սպորտի հիմքերը։ Անի 2014 եւ Աբովյան 2014 թիմերի միջև կայացած հանդիպման ընթացքում Անի ակումբի մարզիչն ու անվտանգության աշխատակիցները ծեծել են մրցավար Արմեն Խաչատրյանին։ Այս խայտառակ միջադեպը ոչ թե ցնցեց, այլ կարծես անտարբեր թողեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որը դատելով հետագա իրադարձություններից որոշել է ոչ թե պաշտպանել բռնության ենթարկված մրցավարին, այլ որոշում է կայացվել, որ 2025-2026 մրցաշրջանի մանկապատանեկան մի շարք տարիքային առաջնություններ այլևս մրցավարներով չեն սպասարկվի։ Այլ կերպ ասած, ՀՖՖ-ն հրաժարվում է իր հիմնական գործառույթներից, պատասխանատվությունը թողնելով հենց ակումբների վրա։